Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը։ Մինչ հարցազրույցին անցնելը խնդրում ենք հավանել այս տեսանյութը, թե տարածել սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե գնահատում եք անկախ լրագրությունը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքեջ եւ սեղմել donate կոճակը, ինչպես նաև շատ շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն դա արել են։ Իսկ իմ հյուրը Ապագա Project Փակbaşıնի տիրական ընկերության բաժնետեր տնօրեն Տիգրան Չիբուխչյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Չիբուխչյան, ձեզ հետ զրույցի առիթը մեր գործընկերների հետ բարբերականի հրապարակումն է նրա մասին, որ Փակbaşıնի տիրական ընկերությունը ապագա ռեզորտ ընդհանրապես հանգստյան գոտին, որը բավական հայտնի է եղել եւ Տավուշի ուղությամբ ձգողական կենտրոններից մեկն է եղել տուրիստական, հայտնվել է սնանկացման եզրին եւ սա այս ամբողջ գործընթացը պայմանավորված է եղել իհարկե ֆինանսական խնդիրներով եւ բայց ավելի ահագնացել, երբ որ սկսել եք համագործակցել պետական հիմնադրամի հետ կամ այդ համագործակցության հետևանքներն են սրան հանգեցրել, հա։ Ասացեք, խնդրեմ, ինչու չաշխատեց պետություն մասնավոր համագործակցության մոդելը կոնկրետ Երնոքավանում եւ պատճառները, որ հանգեցրեցին համագործակցության ձախողման, որոնք էին պայմանների խստություն, վերահսկողության մեխանիզմներ, վստահության բացակայություն, ինչն էր պատճառը։ Նախ եւ առաջ շնորհակալություն հավերի համար, այս մի քանի տարի sense ոնց որ չեմ արտահայտվել հրապարակային ընդհանրապես խնդիրների մասին, փորձում ենք այդ հարցերը սահկարգավորենք բանակցային ձևաչափերով, բայց այս պայմանությամբ մենք հայտնվել ենք այն վիճակում, որ անիվի կողմից բանակցող կողմ գոյություն չունի տեխնիկապես։ Կա ժամանակավոր պաշտոնակատար, շատ լավ անձնավորություն է, բայց սահմանափակված է որոշումներ կայացնելով։ Եվ առիթից օգտվելով նաև անդրադառնամ մեր հյուրերին եւ այո, կա ինչ-որ ճգնաժամային process-ներ, բայց որևէ կերպ մեր հյուրերի ընդունության եւ մեր կողմից ընկալության վրա ամեն ինչ անելու ենք, որ ոչ մի ձևի չազդի։ Այսինքն հանգստյան գոտին շարունակում է գործել։ Այո, Երնոքավանը կա, ապագան կա, ապագա ռեզորտը կա եւ սաղ տղեկը եւ աղջիկները, որ աշխատում են մեր հետ, բոլորն իրենց գործի վայրում են եւ ծառայությունները մատուցվում են։ Ինչ որ կախված է խնդիրների հետ եւ կոնկրետ անիվի պահով եւ պետություն պլյուս մասնավոր աշխատանքի տեսանկյունից տապալումը ինձ թվում է այս ընդհանուր ծրագրի, հա, ոնց որ Երնոքավանի զարգացման եւ Երնոքավանի ռազմավարության խոսացվել է դրա մասին դեռևս 2015 թվականից ակտիվ աշխատանք է տարվում ռազմավարություննակազմով երջանկություն USAID տարածքային նախարարության եւ EV Consulting-ի կողմից էլ ընդհանրապես աշխատանքներ տարվել եւ հենց խնդիրը երբ թե բյուրոկրատական ապարատի հետ Հայաստանի բյուրոկրատիայի հետ աշխատանքն է, որոշումները կասում ամենավերևը մինչ այդտեղ հասնելը համարյա թե չինովնիկական համակարգի մեջ որոշումներ կայացնողների բացակայություն գոյություն ունի։ Իսկ ինչ որ կախված է կոնկրետ անիվի, այստեղ ինձ թվում է այս վերջի մի տարվա տարուկեսվա ընթացքում շատ բան հրապարակվեց ընդհանրապես իրենց փաստացի արածների եւ չարածների տեսանկյունից, բայց այդ ամեն ինչը նաեւ անդրադառնում էր իրենց կողմից աշխատելավ ոչի տեսանկյունից։ Մենք անցում ենք կատարում ընտանեկան կառավարվող բիզնեսից դեպի փակbaşıնտերական, то есть կորպորատիվ կառավարման սկզբունքներով աշխատող բիզնեսի համար, որպես յակառնի պրոյեկտ, որպես եղել ենք եւ շարունակական մնալու համար, որովհետեւ ընդհանրապես իմ ընտանիքի հայրիկիս կողմից սկսված ծրագիրը դեռևս 2003 թվականին, 2002-2003 թվականից միտված էր միայն համայնքի զարգացման դեպի համայնք մարդկային, ֆինանսական, տնտեսական ընդհանրապես հոսք ապահովելու նպատակով, որ մարդկանց համար նոր իմաստվեցվի այս կապիտալի երկրում սոցիալական սկզբունքներից հետո դեպի կապիտալի սկզբունքներ անցնելուց հետո ոնց որ կան անտենա, որ հնարավոր է եւ կապիտալիստական համակարգ, կապիտալիստական համակարգ, այո,
հնարավոր է ապրել, արարել քո տանը, քո հողում, ինչքան էլ անունը գյուղ լինի, գյուղական համայնք լինի, որ այդտեղ եւ հնարավոր է բացի նրա, որ ապրել եւ փող աշխատել եւ երեխաներին կրթություն տալ եւ այլն։ Պարոն Չիվաշյան, տեսեք, համաձայնում եմ, ձեր բիզնես մոդելները բավական հետաքրքիր է, անցումային process-ները եւ այլը, որքան տեղյակ եմ պատմությանը եւ ընթերցել եմ նաեւ հոդվածը եւ այլ նաեւ տեղեկատվական նյութեր, խոսքը նրա մասին է, որ դժվարությունները ձեր մոտ առաջ են եկել 2020 թվականի COVID-ի ճգնաժամի ժամանակ, ինչպես եւ շատ այլ տուրիստական ոլորտում եւ ոչ միայն տուրիստական ոլորտում զբաղված ընկերությունների մոտ, հատկապես հանգստի տներ եւ այլը, դրանից հետո դուք որոշել եք այդ ճգնաժամային իրավիճակը հաղթահարել դիմելով ձեռնարկատեր պլյուս պետություն հիմնադրամին, այսինքն ԱՆԻՖ-ին, հակաճգնաժամային ծրագրին, որը հիմա ճգնաժամ է ստեղծել, եւ ինչ որ պահից սկսած բավական կարճ ժամանակ հետո դուք այդ գումարը ստացել եք եւ արդեն սկսել են ի հայտ գալ խնդիրներ։ Որն էր պատճառը, ինչու է սկսեցին ի հայտ գալ խնդիրներ, որն էր պատճառը, որ պահից սկսած ձեր ջրերը մի առվով սկսեցին չհոսել, որքան գումար են նախ իրանք ձեզ տվել եւ որ պահից սկսած իրանք սկսեցին պահանջներ ներկայացնել։ Նախ ճգնաժամների տեսանկյունից մենք մինչև 2020 թվականի ճգնաժամը արդեն մի քանի հատ տարածաշրջանային եւ համաշխարհային ճգնաժամներով անցել ենք եւ շարունակական կարող ենք զարգանալ։ Եվ 2020 թվականի ճգնաժամը COVID-ի հետ կախված դա կառավարելի իտոգում երևույթ է իրենց ներկայացնում։ Դաժե պատերազմից հետո եւ պատերազմի ընթացքի այդ process-ները ինչ որ մի ձև կառավարելի էր։ Դες մենք սաղ տարիների ընթացքում ամառ եւ ձմեռ պահել ենք նույն աշխատատեղերը եւ ունենալով քիչ տրաֆիկներ ձմեռը մեգամարտիկ բարձրանում են աշխատանքի եւ այդ աշխատանքը կար։ Եվ դա էր սոցիալական process-ը, որ ընդհանրապես պահում էր։ 22 թվականին արդեն որ 21 թվականին դե հայտ եկա որ կա ԱՆԻՖ եւ այլն եւ կրիզիսը դա նաեւ հնարավորություն է։ Եթե տուրիստական պատոկը քիչ է, դա նշանակում է որ հնարավոր է հիմա անել այն կապիտալ ներդրումները, որ այդ կրիզիսից հետո, ճգնաժամից հետո տրաֆիկը արդեն որ հետ գա, դու արդեն դրան նախապատրաստված ես, то есть կա ինչ-որ process-ներ, որը շինարարության հետ են կախված եւ այլն, կարաս մի քիչ ավելի արագ անես։ Եվ դա հենց հայտնվեց իմ կյանքում ԱՆԻՖ հակաճգնաժամային պետություն պլյուս մասնավոր ներդրումային ֆոնդ, որում ներկայացրեցի նույն բիզնես պլանի շարունակությունը, то есть մենք առաջի փուլը սկսել ենք շինարարական 2019 թվականի դեկտեմբերին եւ շինարարության մեջ էինք ընկել այն ժամանակ, որ արդեն COVID-ը սկսվեց։ Շարունակությունը միտված էր ընդլայնման եւ նոր ծառայությունների ավելացման մոտավորապես 21-22 թվականին ըստ մեր բիզնես պլանի։ Ոնց որ այն նպատակները, միշնը եւ վիժնը, որ ներկայացված էր ԱՆԻՖ-ի կայքում, լրիվ համահունչ էր այն process-ների հետ, որ մենք անում ենք եւ դիմեցինք ԱՆԻՖ-ին նոյեմբերի 21 թվականի նոյեմբերին ստացանք իրենց կոմիտեի կողմից որոշում դրական եւ իրանք իրականացրեցին ներդրում 796 միլիոն 250 հազար դրամի չափով 25%-ի դիմաց արտոնյալ բաժնետոմսերի։ Բայց ինչպես ասում են ընտանեկան ռան բիզնեսից դեպի փակbaşնետերական կորպորատիվ հիմունքներով կառավարվող բիզնեսի process-ը կրկրաս ինստիտուցիոնալ ինվեստորներ կրկրաս դրա համար պետք որ ունենա եւ այդ փորձը եւ ամենակարևորը իր մոտ էլ գրված լինի որ ինքը corporate run business-ը պարզապես դա նշանակում դա եթե փաստացի ինչ պետք է նշանակի որոշումները կայացնելու պրոցեդուրաները ոչ թե էմոցիոնալ են առաջին հերթով դեռ ընտանեկան բիզնեսը առաջին հերթին էմոցիոնալ որոշումը կայացնում այսօր ըստեղ ուզում եմ ծառը տնկեմ վաղ ընդեղ ուզում եմ բան կորպորատիվ կառավարման սկզբունքները մի քիչ այլ process-եր են ընդհանրապես կորպորատիվ կառավարման կանոններին եւ հետո մենք մարտ ամսին 22 թվականին դες 6 ամսվա ընթացքում 4 ամիս մոտավորապես 4-5 ամիս տևեց մինչեւ
այն նախապայմանները, որ ներկայացրել էր Անիֆը ներդրումը կատարելու համար փաստացի իրականացվեց եւ արվեց, մենք մարտի 3-ին նոր կնքեցինք պայմանագիր, ունելով նոր ճգնաժամի process-ի մեջ կախված ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Եվ համասաբար մի քանի հատ process-ներ հետ ընկան, ոնց որ նոր բայց դա նաեւ տուրիստական հոսք բերեց երևի Հայաստան։ Նա տուրիստական հոսք չէ, դա միգրացիոն հոսք էր։ Միգրացիոն մեծ տարբերություն է դրանից ներկայացնում։ Այն մարդիկ, որ փախնում էին այնտեղից, իրանք փախնում էին, իրանք չէին գալի Հայաստան փող ծախսելու, իրանք ձեռի հետ Հայաստան, որպես Հայաստանը բնակ արդեն ծախսում էին։ Տուրիստական հոսքը դա նշանակում է, որ մարդը պլանավորված X գումարի չափով կոնկրետ տարածքներ այցելելու նպատակով գալիս է Հայաստան։ Գալիս է Հայաստան եւ մենք դրա վրա ենք աշխատում, թե ինչի համար պետք է մարդը ընդհանրապես սաղ աշխարհից այլ ծերերից ընտրի եւ գա Ենոքավան հանգստանալ։ Այսինքն դուք այդ հոսքից մեծ հաշվով մեծ բենեֆիտ չեք ստացել, մեծ շահույթ չեք ստացել։ Ստացավ մայրաքաղաքը եւ կարող է Երևանի կողքի քաղաքները, որտեղ կար ռեգիստր, կադաստր եւ բանկ։ Որտեվ առաջին հարցերը որ մարդիկ կարգավորում էին այդ էին։ Երկրորդը որ իրանք երկար մնան, դա ինձ եկացնում է կրթություն, դպրոց, մանկապարտեզ եւ այլն։ Եվ այն ինչի մասին որ ասում եմ որ ռազմավարության մեջ Ենոքավանի զարգացման նշված էր, եթե այդ process-ները մեր մոտ արված լիներ ավելի շուտ, կարող է Ենոքավանը կարողանալ օգտվել ավելի լավ այդ հարցերից։ Բայց օպերացիոն ֆինանսական հոսքերի տեսանկյունից ինչ որ խնդիրներ կապտակով չկար, սա կառավարելի process-ներ իրենց ներկայացնում։ 797 միլիոն ձեզ տվեցին։ Այո։ Եվ մի քանի ամիս հետո սկսեցին պահանջել մենեջմենտի փոփոխություն։ 6 ամիս անց իրանք ընդհանրապես մինչև հիմա էլ ինձ համար անհասկանալի պատճառներով եւ ամենակարևորը մեր գոյություն ունեցող համաձայնագրի բոլոր կետերի խախտումով սկսեցին ռուսերեն ասած պրիչին բռնել գումարի հետ վերադարձի եւ որի շուրջ մենք փորձեցինք սկսել բանակցել, այդ ամեն ինչը ավարտվեց ուլտիմատումը, այդ կետերը որ դուք ասում եք, դա հենց 17 կետանոց ամեն կետը մեկին հակասող եւ ընդհանրապես անթույլատրելի, բայց եթե չլիներ դրանից հետո եթե տարբերակ երկու մեր փողերը հետ վերադարձել, կարող է այլ ձև ընկալել։ Ունենալով նաեւ այլ բաժնետեր եւ պարտներ այս ապագա projects կազմակերպության մեջ Ամուր Ավագյան Հայաստանում որպես Genocide Atlas-ը երևի թե հայտնի ամերիկահայ եւ ծրագրերը ավելի շատ IT-ի մեջ իրականացնում Հայաստանում։ Ամուրը փորձեց բանակցի մեր գործընկերների հետ բոլոր այդ կետերի շուրջ իտոգում ստացվեց այնպես որ համոզեց եւ մեզ եւ Անիֆին ոնց որ թվում էր այդ ժամանակ որ այո եկեք այս կետերը իրականացնենք որ Անիֆը իր պահանջը գումարի հետ կընչի եւ շարունակենք վարկային պորտֆելի ռեստруկտուրիզացիա այս process-ների դուրս գալու համար որի համար եւս պետք է կամ արտաքին ներդրում դեպի equity կամ արդեն երկու ֆինանսական բանկային կառույցների հետ վարկի ռեստруկտուրիզացիա որ կայնա cash flow-ն բռնի իրար։ Ինչ որից այդ բանակցությունները ոնց որ ավարտվեցին մենք մեկում գրավոր ուղարկեցինք որ ընդունվում է այդ համաձայնվեց երկու կետ որ ես եմ մնում որպես տնօրեն կազմակերպության եւ այլն բայց մնացած կետերը ընդունվեցին որը նաեւ բերեցին հարկային պահանջների եւ խնդիրների ընդհանրապես ճգնաժամ կառավարական որը այն որ դուք չընդունեցիք այն պահանջը որ պետք է այդ կետերը որ ընդունում ենք եւ իրականացնում ենք որտեղ ասեցին ընդունեք եւ իրականացրեք նոր մենք հետ կկանչենք սկսեցինք իրականացնել այդ իրականացման մեջ կար ոնց որ հաշվապահությանը գործից ազատել ֆուլ փոխել ես մի օր կհրապարակեմ այդ նամակը Շատ լավ, չէ, ուզում եմ տրամաբանությունը հասկանալ, եթե մարդիկ գումար են տալիս աշխատող բիզնեսի, բիզնեսը սկսում է իր գործառնական խնդիրները լուծել, աշխատել, շարունակել, զարգանալ եւ այլ եւ այլ։ Ինչու պետք է պահանջեն այդ բիզնեսի մենեջմենտի հրաժարական, հաշվապահության հրաժարական, դրա փոփոխություն գուցե էֆեկտիվ չի եղել այդ մենեջմենտը դրա համար։ Ես այդ հարցերի պատասխանը սպասում եմ արդեն 3-րդ տարի։
Այսինքն բանակցություններում որևէ ձև չեն բացատրել ինչի են ուզում։ Ուղղակի ասում են հրաժարվեք։ Ոնց որ հիստերիկ մարդիկ ոնց են անում, բողոքել չի մատու իմ փողերը հետ եւ այլն։ Լավ, փողը հասկացանք, չեք անում, փողերը հետ են ուզում, բայց ինչի եք պահանջում մենեջմենտի փոփոխություն։ Ուլտիմատումը ընդունելուց հետո 2022 թվականի դեկտեմբերի 26-ին խորհրդի նիստի ժամանակ, որ արդեն բանկի ներկայացուցիչ ասում են, մենք պատրաստ ենք այս գրաֆիկի փոփոխություն անենք, բայց մեզ մտահոգում է ձեր պահանջը հարգելի Անիֆի ներկայացուցիչներ, դուք այդ պահանջը հետ եք կանչում թե գումարի հետ վերաբերյալ։ Անիֆի ներկայացուցիչը պարզ ասեց, չէ, մենք այս գումարը հետ չենք կանչում եւ գնում ենք մինչեւ վերջ։ Եվ դրանից հետո вообще ամեն ինչ սախսրվեց եւ հասավ մինչեւ արդեն քերական գործեր նաեւ։ Քերական։ Ինչ գործ։ Իրանք դիմեցին դատախազություն օթից բան հորինելով, որի ընդհանրապես անհասկանալի պատճառով ընդհանրապես գործը ընդունվեց։ Իսկ ինչու են ձեզ մեղադրում։ Յուրացում։ Ես հայրիկս եւ մայրիկս ստեղծելով հանցավոր խումբ մաֆիա ընտանիք յուրացել ենք այդ 797 միլիոն 250 հազարից ինչ որ 200 քանի միլիոն դրամ թիվ։ Տեսեք, Անիֆի ներկայացուցիչը ասում է հետեւյալը, որ հետքի մեր գործընկերներն անց դիմել էին, Մանուկ Խուդոյան ասում է հետեւյալը, որ լավ ծանոթ չէ իրավիճակին, քանի որ նախորդ տարի է նշանակվել այդ պաշտոնին, բայց ըստ իր տեղեկությունների խնդիրն առաջացել է այն պատճառով, որ ընկերությունը ներդրումը ծախսել է ոչ նպատակային։ Այդ է ինչ որ դե յուրե գրված է որպես յուրացում, որպես հիմք, որ ընդհանրապես ինչ որ գործեր հարուցվի։ Ու ինչի վրա եք ծախսել այդ գումարը, ինչ է նշանակում ոչ նպատակային։ Այդ գումարները ծախսված են նպատակային եւ եթե կայնային ունենան 23 թվականի աուդիտ, մի հատ էլ աուդիտով դա կլներ, քանի որ աուդիտը չի կարծես նշանակել, որ 23 թվականից կազմակերպությունը ունի խորհուրդ եւ տարեկան ժողով չի կարող դրա պատճառով իրականացնի։ Մենք այսինքն կազմակերպությունը Անիֆը մեր կազմակերպությունը, բայց 23 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին մենք արդեն կարեցանք ինչ որ փորձենք շարժվենք առաջ դեպի լավ այդ մի ուլտիմատում կետը փողեր հետ վերադասնելու շուրջ բանակցություններ, իսկ եթե խնդիր լիներ մենակ իմ մեջ, կարող է այդ թիվը լիներ փոփոխական, իսկ Անիֆը սկսեց պահանջել այն ներդրված գումարի չափը առանց տոկոսների հնամել տարաժամկետ վճարումով մինչև 5 տարի։ Ներկայումս որ Անիֆը հիմա լուծարման process-ի մեջ է փաստացի, դա ենթադրում է Անիֆի բոլոր կառույցներն են նաև լուծարվելու։ Չի ենթադրում։ Այսինքն չգիտեմ ինչ է ենթադրում, ինձ թվում է ոչ մեկ չի հասկանում, դրա համար ոչ մեկ չի կարող ոչ մի որոշում կայացնի։ Անիֆը ուներ դուստր ձեռնարկություն այդ Փակbaşıն պետություն պլյուս մասնավոր հակաճգնաժամայինը, որի սեփականատերը օգոստոսի կառավարության որոշումով դարավ պետգույքը։ Բայց ես միջև հիմա չեմ կարող գտնել ոչ մի կանոնադրություն եւ բան, որ հասկանամ իտոգում այդ ՓԲԸ-ն ոնց է գործում եւ մեր Մանուկը Խուդոյան ինչ հնարավորություններ ունի որպես ժամանակավոր պաշտոնակատար տնօրեն։ Այսինքն դուք հիմա իրենց այդ բանակցությունների մեջ եք, թե չէ։ Մենք հանդիպումներ ունենք, բայց այդ հանդիպումները որպես իրավական հիմք փոխշտություն ոնց որ ձեր հետ կոֆե եմ խմում մոտավորապես նույն մտնորդը։ Եվ ինչ են ասում են մենք ոչ մի բան չենք կարող անել։ Ասում են առաջարկեք լուծումներ։ Ես առաջարկում եմ լուծումներ, այդ լուծումները որպես առաջարկ չեմ էլ հասկանում որտեղ ուղղեմ։ Հիմա դուք ինչ լուծում եք առաջարկում, որն է տարբերակը այս իրավիճակից դուրս գալու։ Այն որտեղ արդեն ենք հասել։ Քանի որ ըստ ինձ սաղ աշխատանքը 20 տարվա ընտանիքից միտված է միայն ու միայն Երևանի զարգացման եւ միակ մոտիվացիան, որ ինձ պահում է եւ Հայաստանում եւ ընդհանրապես ինչ որ հույս է տալիս, որ այստեղ վերջում լավ լինելու, բայց պահանջում է նաեւ աշխատանք ինձանից։ Ես առաջարկում եմ այս Անիֆի բաժնե տոմսերի կառավարումը փոխանցվի կամ պրոֆեսիոնալ ֆոնդին կամ Ենուքան զարգացման հիմնադրամին եւ բոլոր սա դրա եկամուտը ոնց միջև հետեր ընտանիքից եկամուտը ծախսում Ենուք Հավանի շուտ դրանից է շարունակվի ծախվի Ենուք Հավանի վրա։ Եվ գումարը դուք վերադարձնեք թե չվերադարձնեք։ Ես պատրաստ եմ հենց հիմա վճարեմ 10000 դրամ այդ 25%-ի համար։ Չէ, դու բաժնե տոմսերի մասն եք ասում։ Այսինքն ներդրումը մնա
եւ այդ ներդրումից իրենց 25% բաժնեմասը, որ իրենք ունեն, ներդրումով իրականացած կապիտալ, շենք, շինություն եւ այլն եւ այլն։ Այսինքն այն 25% բաժնեմասը, որի չափով իրենք եկամուտ պետք է ստանան, եկամուտը ուղղվի կոնկրետ ծրագրերի իրականացման։ Կոնկրետ Ենոքավանի տարածքում է, Ենոքավանի վարչական տարածքում այն ծրագրերը, որոնք ներկայացված է դեռևս ռազմավարությունով 2015-25-ով, այս տարի արդեն պետք է ունենան 250,000 տուրիստական տրաֆիկ, սպագրեշնստյու կարար լինել մոտավորապես 170,000, բայց 25-ից հետո նոր ռազմավարություն պետք է կազմել։ Այդ աշխատանքների վրա ես պատրաստական եմ ոնց մինչև էի աշխատում եւ անում առանց ինչ որ մի հատ, չգիտեմ, աշխատավարձակ կալելու եւ ինչ որ անհասկանալի ակտիվներ ստանալու, եթե ինչ որ մեկը չի հավատում իմ ընտանիքի ոնց ասեմ ավելի ճիշտ անկեղծության վրա Այդ արդեն երևի թե պետքա դոկ կուսակցությանը դիմեմ պատասխանը դրան։ Լավ, տեսեք, քանի որ մենք իհարկե մասնավոր կոնկրետ դեպքի մասին ենք ձեզ հետ խոսում, բայց այնուամենայնիվ այս դեպքը նաև որոշակի համակարգային խնդիրների մասին է խոսում։ Հա, սա կոնկրետ ձախողված համագործակցության դեպք է կարող ենք այդպես ասել։ Ինչ պետք է փոխվի այդ առումով։ Պետքա մարդիկ կարդան օրենքները։ Եթե գոյություն ունի փակ բաժնետերական մասին օրենք, մեկը պետք է դա կարդա, անկալի հասկանա, նոր սկսի աշխատել այդ ոլորտը։ Բայց ինձ թվում է մինչև հիմա մենք ունենք ոնց մի հատ բիզնես միջավայրի մեջ, մի հատ լրիվ անհասկանալի, մարդիկ չեն հասկանում ինչի համար է մարդը ԱԶ բացում, ինչի համար է մարդը բացում ՍՊ, ինչի համար է ինքը բացում ՓԲ։ Սա խնդիրը անիվի հետ կախված եւ բոլոր տեխնիկայի ծրագրերի հետ կախված, իրեն գալիս է exit strategy։ То есть մարդը եթե ներդրում է կատարել դիմաց ստացել է ինչ որ բաժնեմաս կամ բաժնետոմս, ինքը ոնց է իտոգում աշխատում համատեղ այդ ընկերության հետ, այդ բաժնետոմսերի արժեքը բարձրացնելու վրա։ Այն IRR կոչեցյալը, որ նշված է մեր համաձայնագրի մեջ եւ մեծամասնության այլ պրոյեկտների համաձայնագրի մեջ, որ նշվում է, մարդիկ չեն հավատում, որ դրա գնորդ կլինի, դրանից է գնում պահանջներ put option-ի հետ գնման, պարտադիր հետ գնման գոյություն ունեցող բաժնետերերի կողմից կամ կազմակերպության կողմից։ Ես որ 15 թվականից խոսում եմ, որ մենք պետք է կապիտալի շուկայի զարգացման մասին խոսանք, որ IPO-ն Հայաստանում հնարավոր է եւ այլն, ինձ պետական ֆոնդի ներկայացուցիչն է ասում, որ մենք չենք հավատում Հայաստանում IPO-ի։ Դրա վրա պետությունը, ֆինանսների նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը հասկական ռեսուրսներ են ծախսում եւ ընկերություններին օգնում են այդ IPO-ի հետ կապված նախապատրաստական աշխատանքները ֆինանսավորել։ Այո։ Դրա համար ասում մարդիկ մի բան ասում են, բյուջեով մի ծախս գոյություն ունի, բայց թե ասողը, թե անողը ոչ մի բան չի հավատում։ Այստեղ հարցը զուտ կանգնում է նրանում, որ եթե մենք գնում ենք դեպի կապիտալի շուկայի զարգացման, այդ վաղ բիզնեսը պետք է հասկանա ինչ է կապիտալի շուկան, ինքը ինչ է տալի եւ դրա վրա աշխատանքը տարվում է արդեն քանի 15-20 տարի։ Ես ճիշտ եմ հասկանում, որ կոնկրետ անիվը, եթե ընկերությունների մեջ ներդրում եք կատարել, այդ թվում ձեր ընկերության մեջ, ինքը չի դիտարկել, որ այդտեղից եկամուտ պետք է ստանա եւ ձեր հետ պետք է աշխատի երկարատև ժամանակահատվածում բիզնեսի զարգացման եւ նույն այդ ակտիվների թանկացման ուղղությամբ, այլ մտածել է նրա մասին, որ հիմա ներդրում կանեմ, մի ժամանակ հետո դուք պետք է այդ բաները Այո, համաձայնագրով դա ֆիքսացիա եւ ես դրան բաժնեմասերը հետ գնեք եւ իմ գումարը հետ տաք։ Այո, եւ ես դրան համաձայնվել եմ, քանի որ ցայտնոտի Դա նշանակում է ժամանակավոր պարտք տալ, հետո հետ վերցնել այդ գումարը։ Լամբարդ ամբողջովին վիճակ, այսինքն բաժնետերական բավականին շատ այդքան համաձայնագրել չի կարելի ասել։ Ինքը ավելի շատ լամբարդ է, որպես գրավի ապահովման միջոց տոկոսներ։ Բաժնետոմսն է։ Այո։ Բայց այդ կետը նաև ունենալով այդ put option-ը, որ պահանջ կարա անիվը ներկայացնի, գալիս է 2027 թվականի հունվար։ Ոչ մի ձև 6 ամիս անց չէ, ոչ մի ձև մի տարի անց չէ։ Ես ունեմ call option, որ ես կարամ ստիպողական առնեմ առանց հարցոփորձ անելու, ապահովելով 22% IRR այդ գումարի վրա, որը համասաբար ես հրաժարվել եմ անում, քանի որ ֆիզիկապես ես ֆինանսապես չի կարողացի եւ կազմակերպությունը չի կարողացի։ Հաստատի մենք ունենալով վարկային պորտֆել, ստանում ենք այդ վարկային պորտֆելի վրա 2 անգամ ավելացում պարտքի, եթե զուտ ֆինանսական Excel-ի մակարդակով եւ հաշվապահության մակարդակով։
որը ինչքան է բացատրում ենք, որ դեռ պահանջը բերում է սնանկության, մեր գործընկերները ասում են, մեր սնանկությունը ձեռատալի հիմա լինի թե 27 թվականին լինի։ Սնանկություն լինի, որ գույքը անվի վաճառքի եւ իրանք իրենց գումարը ստանան։ Ենթադրում եմ, ես հիմա չեմ կարող հասկանալ process-ները։ Բայց սա պարզ չի, այս վերջի ամիսների ընթացքում կարդալով իրենց աշխատավարձների չափերը, իրենց Ընդհանրապես այդ ամեն ինչը ես ցավագին թեմա է։ Անկեղծ չեմ հասկանում իտոգում ինչի համար է սա ինչը։ Պարոն Չիվուխյան, կարծում եմ մենք այս կոնես պահին սպառեցինք այս թեման։ Մենք իհարկե պատրաստ ենք նաև անիֆից, լուծարվող անիֆից կամ նրա դուստր ձեռնարկության կամ իր շրջանակներում գործող ձեռնարկատերի գումարասպետություն հիմնադրամի ներկայացուցիչին հրավիրել նաև այս թեմայով զրուցելու, որովհետև արդեն տևական ժամանակ է մենք փորձել ենք հրավիրել այդ հիմնադրամի ներկայացուցիչներին կամ ղեկավար կազմին հարցազրույցի մի ժամանակ անգամ մոտավորապես 1 կամ 1 տարի ու կես առաջ ունեցանք պայմանավորվածություն, որ պետք է մասնակցեին մեծ այդ հարցազրույցի, բայց վերջին պահին հրաժարվեցին։ Շնորհակալություն։ Ձեզ մերսի։ Civilnet Business-ի տաղավարում ես զրուցեցի Տիգրան Չիվուխյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։